Պետդեպարտամենտի վերջի տվյալը 12 միլիոն հայ Թուրքիայում, այսինքն մենք ուրեմն բնակչությամբ առաջի տեղն ենք Թուրքիայում, թուրքերը մեզնից հետո են 12 միլիոն ուրեմն այդ տվյալները, այսինքն մինչև այսօր Միացյալ Նահանգների տվյալով 8-ից 10 միլիոն էր, հիմա վերջի տվյալները, որ օգտագործում են այսպես հաշվարկներում 12 միլիոն, ծպտյալ հայեր հիմնականում, այսինքն այդ 12-ից երևի 1 միլիոնն է, որ իրենց իդենտիֆիկացնում է որպես հայ, այն էլ հայ քրիստոնյա կամ ասենք թե ոչ հավատացյալ, բայց իդենտիֆիկացնում է մնացած հայության հետ։ Մյուսները շատ-շատերը ուրեմն իսլամացած են եւ այստեղ բարդ է պատկերը։ Կան մարդիկ, ովքեր միևնույն է համարում են, որ այդ բռնի ճանապարհով է տեղ ունեցել, իրենք իրականում ուրիշ են եւ ուզում են այդ ուրիշը վերադարձնել, բայց շատ-շատ են, որ ասում են մենք ինչ գործ ունենք այդ գյավորների հետ։ Իդեկատեն ալ ձեզ ինձ հետ միասին այստեղ նստածներից, որովհետև մենք ուրեմն հայի սխալ տեսակ ենք, որ շեղվել ենք ճանապարհից, իսկական տեսակը իսլամացած հայն է։ Ես ամեն ինչը շահագործում է, ճիշտ հասկացեք։ Եթե այս լիներ այսպես տիեզերքում խաղաղ վիճակում, որ մենք կարողանայինք մոտենալ, հանգիստ զրուցել, ոչ, ամեն ինչը վերածվում է գործիքի եւ օգտագործվում։ Եվ ամենակարևորը, հենց որ բռնկվեց Թուրքիայում մի բան, այդ հայերը օգտագործվելու են այդ խնդիրները լուծելու համար։ Այսինքն, ում իդենտիֆիկացեցին որպես հայ, նրանցով փորձելու են պայթեցնել Թուրքիան, եւ եթե չստացվի են, որ նրանցով պայթեցնել, գտնեն 5 հայ, որոնք կհայտարարեն, որ Թուրքիան պետք է պայթեցնել, եւ 5 թուրք, որ այդ 5 հային կսպանեն։ Ուրեմն այս եղանակով է ամեն ինչ կատարվում, եւ պետք է այս ամենը ուրեմն հստակ ընկալենք եւ հասկանանք մեծագույն վտանգներ կան, բայց ինչն է մեզ թույլ տալու խուսափել այդ վտանգներից եւ ինչպես նոր ինձ ասացին այդ բառը, հետապնդել մեր ես կառաջարկեմ ձեզ շահ բառից հեռանալ, որովհետեւ հիմա բոլոր ժողովուրդները իրենց շահ ուզում են օգնել եւ միմյանց ոչնչացնում են այդ շահի համար, որովհետեւ այդ համաշխարհային կառավարման մարմինը նրանց մեջ մտցրել է, որ քո շահը պետք է հետապնդես, որպեսզի նրանք իրար ուտեն ինքնև իր շահը, իրոք շահը, տանի առյուծի բաժին շահը այդ օղակների մեջ կենտրոնացնում։ Ուրեմն ժողովուրդները պետք է ունենան նպատակներ եւ մեր հիմնական նպատակը, հայությունը այդ գաղտնիքը միշտ իմացել է, հիմնական նպատակը խաղաղ կյանքն է բոլոր ժողովուրդների համագործակցության մեջ միմյանց հետ։ Եվ հայկական քաղաքական տարածքը եղել է այդպիսին, եւ քաղաքական որակն է եղել այդպիսին։ Այն որ հիմա մենք խոսում ենք հայությունը որպես համադրող համակարգ, սա ոչ թե նոր ենք հորինել, այլ են հին եղածը սկսենք հիշել, որ մենք համադրող ենք եղել այս տարածքները, շատ դեպքերում խաղաղ են ապրել, ամբողջ Եվրասիայի տարածքում եղել ենք համադրող, որ մնաց ավելի նեղ հենց մեր քաղաքական տարածքներում։ Եվ այս որակը պետք է վերադարձնել, հիմա այդպիսի քայլեր կատարվում են, հայությունը շատ ակտիվ է տարբեր տեղերում, արդեն ակտիվացումը տեղի ունենում, եւ հայության կողմից ստեղծում են կարևորագույն համադրման ուրեմն համակարգեր։ Ուղղակի բոլոր նրանց, ովքեր այդ աշխատանքներով զբաղված են, ուզում են զգուշացնել մի բանի մասին։ Եթե նրանք շեղվել հայկականությունից, հայկականություն որակը պահանջում է, որ դու մյուսներին վերաբերվես քեզ հետ հավասար, քո նմանների ինչպես։ Հարգես նրանց մշակույթները, նրանց ինքնությունը եւ այլն։ Եթե դա թողնես մի կողմ ու ընկնես այսօրվա մրցակցային գործողության մեջ, այսինքն մենք էլ փորձենք մերը փոխել, շատ արագ մենք կդառնանք նույն ցախը, ինչպես տարածաշրջանի ժողովուրդը։